Դասեք սովորում։ Այնտեղ Տիկին բան Խաչատրյան, հարգելի գործընկերներ, այն նախորդ մանկապարտեզում սանհանգույցում այս հատվածի դռներ չկար։ Մենք պարոն վարչապետ ունենք սանհանգույց, որտեղ չկա դռներ։ Ինչն է տարբերվում իրարից։ Կրտսերների մոտ։ Դե իրանք կրտսեր չէ։ Ունենք երկուսնից էլ ունենք։ Հա, տարիքի հետ։ Ստանդարտ կա, մի տարիքից վերև դռնով արում, հասկացա։ Նույնիսկ կարող է դեռ գիշեր անօթոք լինեն, էլի, որ այն մսուրային։ Այո, սպეციფიկ այդպես։ Դե բարի ախորժակ երեխան է։ Շնորհակալություն ասեք, այսպես պարոն վարչապետ։ Այստեղ փոքր խոհանոցներն են, այստեղ մատուցվում է ճաշարանների մեջ է։ Ինչ լավ ախորժալի տեսքով սալատ կա։ Շնորհակալ եմ, չէ։ Այստեղ սառնարանային Ահա։ ունենք սառնարաններ, ստացել ենք ամբողջությամբ։ Շատ լավ է, 4 սառնարան։ 4 մեկն էլ ունենք Մեկ սարքարը։ Սարսափացիկ եւ մեկն էլ ունենք աշխատակիցների համար նախատեսված։ Այսինքն երաշխիք է, որ սնունդ չի փչանա, այլ։ Այսինքն ստանդարտով դրած է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ լավ է։ Իսկ ամբողջությամբ ծանրաբեռնված է մանկապարտեզ, այսինքն էլ տեղ չունի։ Ազատ տեղեր չունենք, որովհետեւ Բայց գյուղում կան արդեն երեխեք, որ մանկապարտեզի տարիքի են հերթագրված են։ կրտսերները, որոնք սեպտեմբերից կհաճախեն հերթագրված։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև։ Իսկ բան, այն նախորդ տեղը սպասքը չտեսանք, հա սենց թեյնիկներ են։ Դե մեր մանկապարտեզը ավելի փոքր է, 3 խումբ է։ Սպասք էլ ունեք, ափսեները։ Յուրաքանչյուր խմբասենյակի փոքր խոհանոցում, այստեղ հաջորդ խմբում կցուցադրեմ։ Շատ լավ։ Այստեղ բաշխանյետը, այստեղ պահեստիկ։ Այստեղից են ապրանք Հա, ստանում։ այստեղից ստանում ենք գլխավոր հիմքի հետ այստեղ ունենք լվացքատուն։ Բարև ձեզ։ Լվացքատունը, հա, 2 լվացքի մեքենա։ Իսկ ո՞նց ենք չորացնում, թե մեկը չորացնող է, հա, հասկացա։ Շատ լավ, շատ լավ։ Ջեռուցում եղել է, ձմեռը չեք մրսել։ Բավականին բարձր ջերմաստիճան ապահովել ենք ստանդարտներին համապատասխան անգամ։ Հա? Այս հարվածը եղած մասնաշենք։ Հա, այսքան ավելացել է։ Հա, այդ չենք ֆիքսել, հա։ Այսինքն գոնե 50%-ով նոր է, թե ավելի մեծ, թե ավելի քիչ։ Ես կարող եմ ասել ավելի մեծ։ Բարև ձեզ երեխաներ։ Բարի ախորժակ։ Բարև ձեզ։ Սիրում եք դուք բրնձով սուպ։ Ով է որ չի սիրում բրնձով սուպ։ Բոլորն էլ սիրում են, շատ լավ է, շատ լավ է։ Իսկ գազարով սալատ ով է սիրում։ Իսկ ով չի սիրում գազարով սալատ։ Բոլորդ ամեն ինչ սիրում եք, ճիշտ է, որովհետև համով է։ Եթե համով այն չի պետք է չսիրեք, չէ։ Եվ առողջ արար։ Հա, եւ առողջ արար, ճիշտ է։ Այստեղ են սպասքը։ Հա, եթե կարելի է նայեք։ Հա։ Այստեղ փոքր խոհանոցներ են, որտեղ հավաքում է օգնականը, լվացնում, չորացնում։ Իսկ քանի աշխատատեղ ունեք, քանի հոգի աշխատում։ 15 աշխատակից ունենք։ Բոլորը գյուղից։ Գրեթե այստեղ բուժկետլամ է։ Բարև ձեզ։ Դեղեր, հա, դեղեր։ Որայք անհրաժեշտության դեպքում ծնողի համաձայնությամբ, եթե ունենում ենք ջերմության բարձրացում, նախապես տեղեկացնում ենք ծնողին, որ Հա։ Դե ստանդարտը համ լավ է, համ մեր բոլորիս գործը հեշտացնում է։
Իսկ որ ասում եք դպրոց կամ մանկապարտեզ պետք չլինի լրացուցիչ բացատրել, թե ինչ նկատի ունենք։ Բարև ձեզ։ Ինչպես է, բարի ախորժակ։ Լավ եք։ Համոված ձեր ճաշիկները, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեկվա ճաշներ ավելի համով, թե այսօրվա։ Ահա, ճիշտ է, միշտ այսօրվան պետք է ավելի համով լինի, քան նախորդ օրվանը։ Այս ինչ լավ լուծում, ասինքն երեխեքին նկարներն էլ որ իրանք հիշեն։ Այո, բոլոր խմբերում կամ կենթանի տեսքով տարբերանշաններով առանձնացված ժամանակ կիրառված չեն։ տեսեք, իրականում կիրառելը շատ անհարմար է։ Նախ տարածքի խնդիր ունենք, չենք տեղավորում, շատ դժվարությամբ ենք տեղավորել, ուզում ենք գտնել, բայց համել չէ, դայակ դասյակը տեղում են լինում, ընկնելու վտանգ չունենք։ Խորք չունի ինքը։ Խորք ունի, իրենք բայց գալիս են այստեղ են ու իրենց ասենց հենվում են, ամեն դեպքում հարմար չի։ Մենք հիմա փոխել ենք որտեղ տարածք կա, այսպես չենք Հա։ տալու, բայց տեղեր կան, որտեղ տարածքի խնդիր կա։ Բայց հա մի հարկանիներն էլ ոնց որ շատ են փռվում, էլի։ Շատ մեծ տարածք պահանջվում, այստեղ օրինակ չէր տեղավորվում։ Իսկ գուցե ուրիշ բան անենք, իսկ գուցե իրանք էլի սենց ինչ որ բացվող, փակվող, բայց տեխնիկական առաջադրանք տան ուրիշ լուծում գուցե գտնեն։ Համենայն դեպս հիմա մանկապարտեզների փորձն էլ այս համար շատ կարևոր լսում ենք։ Նկատի ունեմ էլի լինի, հիմա ասենք հասկանանք ինչն է խնդիրը։ Խնդիրը այս անկյունն է, նախագծող ինժեներներին խնդիրը դնենք։ Երկրորդ խնդիրը որն է, երրորդ խնդիրը որն է, ու խնդիրները արդեն կիրառությունից տանք, խնդրենք նոր նախագծեն կարող է ստացվի, որովհետև տարածքը որ նեղվի, մեկ էլ դրանից է նեղվելու։ Այսինքն ինքը նեն չի։ Այլ լուծումով առաջարկել, որտեղ փոխում են գալիս նույնը։ Ստեցություն երեխաներ։ Հա, հա։ Հա, պարզ է արդեն։ Եթե այլ նոր բան չկա, այլ նույն խմբասենյակներն են։ Չէ, չունենք այլևս խմբասենյակ։ Շատ լավ։ Այսքանն էր մեր հասարակությունը։ Դե գնանք թողեք հանգիստ աշխատեք։ Հա, Բաքում եթե կա տեսնելու բան անպայման։ Բակի նախագիծը արված է, որպեսզի ավելի բարեկարգ լինի, Հա։ գլխապետին ներկայացրել են, հաստատել են, պարոն Նախագյանի գլխավորությամբ, այսպես։ Հա, խաղահրապարակ։ Բարեկարգ տեսքի Այսքանն է տարածքը, թե հետևներ կա։ հետևի մասում են կա։ Այստեղ խաղահրապարակ, այնտեղ Շատ լավ է։ նախագծը ծառերի համար այգի։ Հա, կանաչապատ մի մեկ էլ խաղերը։ Այո, ծրագիրը կա, համայնքապետի կողմից հաստատված է, իրականացնենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ, հաջողություն։ Ստեսություն։ Հա։ Դե շնորհավոր մանկապարտեզը։ Ինչ կգնանք դե կգանք էլի հələ։ Բարև ձեզ առաջերտին։ Բարև ձեզ, բարև էլի։ Լսի ինգե Փաշյան, մի հատ ուղակի հարց ունեմ տալու։ Ասեք, Ասենք տնամերձ ունեմ, ուզում եմ ջերմոց սարքեմ։ ահա, Ինչքան տի հարգմուծեմ, որ ջերմոց սարքեմ։ չգիտեմ։ Պետք է հողի նշանակության փոփոխության 1000 հարցը։ մետր։ Հողի նշանակությունը փոխվում է այդ Եթե պարագա։ զուգահեռ բնակելի նշանակության տունասարքում Տնամերձ է, արժեք ամբողջությամբ ջերմոց ուզում է սարքել։ ջերմոց սարքի, այո, որովհետև նա գյուղատնտեսական Դա հողի նշանակության փոփոխության մասին եք Չէ, խոսում։ չէ։ Բա էլ ինչ հարկ չկա ուրեմն։ Բայց 3-400 000 Դա պետք է հողի նշանակություն։ նկատի ունի այն վճարները, որոնք նախագծման վրա են իրականացվում եւ շինթույլտվության համար, որոնք օրենքով սահմանված։ Բա առանց նախագծի ոնց եք ուզում։ Հասկանում եմ, վճարն ինչքան է։ Չգիտեմ ինչքան է։ Ասենք խոսք ունա վար վերցեմ տանեմ 3-400 000 տան որ էդի դզվի։ Ընդհանուր Հələ լսեք, էլի մի բան ասեմ, էլի։ Ասենք մարդ որ ասենք ուզենա մեքենա սարքի։ Առաջ ինչ պետք է անի։
Պետք է նախագիծ ունեն, առանց նախագծի։ Հասկանում եմ նախագիծ։ Հարգելիս, տեսեք, Հարգելն եմ ես ուզում իմանալ։ մի րոպե, հարկ չկա։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Խաչատրյան Սմբատ։ Պարոն Խաչատրյան, երբ որ մի բան կառուցվում է նախագծով, այդ նախագծի վրա որ մենք փող ենք ծախսում, որ նախագիծը լինի, այդ գիտեք ինչի համար է, որովհետև առանց նախագծի երբ որ կառուցում ենք, հետո այնքան խնդիրներ են ի հայտ գալիս, 4-5 անգամ դրանից շատ գումար ենք ծախսում ու տենց էլ չենք կարողանում վայելենք։ Տներն էլ Հայաստանում տների մի հատ զգալի մասը կառուցված է առանց նախագծի։ Դրել ենք, ասել ենք, հա, այս պատը ոնց որ սենց լավ է, դավայ պատեք 2 մետր, հետ չէ քիչ է։ Հետո տարել ենք, մոտեցել ենք Շուշաբանդը չեն կարել։ Զալը մեծա, ննջարանը փոքրական, զալը բանը, ննջարանը մեծա, նախագիծը ցանկացած պրոյեկտի ամենակարևոր բանն է, ամենակարևոր բառը։ Հարկ չկա։ Եթե ջերմոց սարքեմ հարկ չեմ ուտելու։ Ինչի համար։ Ես ինչ իմանամ։ Չէ, հա։ Բավարարչապետ վճարումներ կա, որ հիմա նախարարական կոմիտե արդեն անցել է 4-ից 5 անգամ պակասում է։ Ինչի համար է վճարումը։ Տեղական турքերն է, Հա, տեղական турքն է։ Հա, տեղական турքն է նրա համար, տեղական турքն է։ Եղբայր, մի րոպե։ Հիմա կրճատվում է, բայց տեղական турքը, որ այդ բանը ջերմոցը կառուցեք։ Հետո ուզենալու եք, որ այդ ջերմոց բերող ճանապարհը նորմալ վիճակում լինի, ասֆալտը լինի։ Նորմալ վիճակում է։ Բա ինչի հաշվին է նորմալ վիճակում։ Ասենք Չէ, ինչի հաշվին է նորմալ վիճակում։ սովորական ճանապարհը։ Ինչի հաշվին է, ով է սարքել, ով է սարքել այդ ճանապարհը։ Ես եմ ուզում ջերմոց սարքել։ Եղբայր, ուրիշ բան եմ ասում։ Ասում եմ, որ այդ ջերմոցը կառուցեք։ Ուզենալու եք այդ ճանապարհը մաշվելու է, 15 տարի հետո ուզենալու եք նորոգվի։ Թե ոչինչ թող քանդվի։ Չի քանդվում, մենք Բա այդ որ լավ սարքված է, ինչով է սարքվել։ Բա турքը վճարում ես, որ քո ջերմոտեկող ճանապարհը նորմալ վիճակում լինի։ Լուսավ իմանամ գումարն ինչքան է։ Ես անգիր չեմ կարող հիշել։ Պակասում է, բավարար։ Հիմա մենք ասում ենք նվազեցնում ենք, բայց այդ պետք է վճարեք, որ դեր գյուղ բերող ճանապարհը նորմալ լինի, մարզ բերող ճանապարհը նորմալ լինի, ջերմոց բերող ճանապարհը նորմալ լինի, որ ձեր թորնիկը բանը լինի, մանկապարտեզ ունենաք գնալու, որ ժամանակ ունենաք ձեր ջերմոցով զբաղվել։ Բա մենակ ջերմոցով սարքելով չի, որ գյուղ գազ մտնեն, կողքի գյուղից եկել ենք։ 30 տարի չեր աշխատում, ապրեք, Բուժարանը։ 30 տարի գիտեք ինչ չեր աշխատում, որովհետև турքը չեք վճարում, турքը, այդ турքը, ավելի լավ, հիմի որ մեր հարգելի քաղաքացին ասում է турքը։ Ես օրինակ պետությանը պարկ չեմ, սաղ հարգել։ Դե դրա համար է թորնիկ ունեք։ Ամեն ինչ էլ ունեմ։ Դե դրա համար է մանկապարտեզ սարքել։ Շնորհավորում եմ նախարարությունը, Ամեն ինչ խաղաղությունը, ապրեք դուք, շատ լավ բաներ եք արել երկրի համար, մենք ձեզանով ուրախանում ենք։ Ես էլ Բայց մի հարց ունեմ ես։ համեցեք։ 2002 թվականից ուրեմն եկել եմ խաղաղություն որպես մեր երկրին։ Եկել եմ աշխատանքատեղը դրել եմ, ամեն ինչը դրել եմ։ Բա ներդրում եք արել։ ՀԴՄ-ն մուծում եմ, աշխատանքատեղ որպես դզողջոց դրել եմ, մեծ սերվիզը սարքել, գազը գործով, հա, այդտեղ գյուղում։ Ինձանից ուզում են 900,000 փող։ Ինչի համար։ Որպես արտադրական մասը ասում են, տեղը ես էլ արտադրական ինչ եմ արտադրում, Էլի հողի կատեգորիա փոխելու մասին է, հայ։ Էլի գազի գրասենյակից։ Ես էլ ասում եմ, այդքան հնարավորություն չունեմ տալու, խի պետք է տամ այդքան փող։ Հա, էլեկտրական։ Ես ոչ ես արտադրություն եմ անում, գյուղի մեջ աշխատում եմ, հարգերը մուծում եմ, ՀԴՄ-ն մուծում եմ, բանակը մուծում եմ, թոշակառուն մուծում եմ, սա մուծում եմ։ Խի պետք է այդքան փող ուզեմ, չկարողանամ աշխատեմ, ձմեռը չեմ։ Ինչքանն է այդ սակագներն է, բաժանոր դառնալու սակագներն է, այդքան, բաժանոր դառնալու սակագներն է։ Դե պետք է նայենք ինչքանով է արդարացված հիմնավորված։ Դե գոնե ասենք հարմար էլի, հարմար մուծել։ Գնանք, դե այդ բանն է, Գազպրոմը սահմանում է բանի հետ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ, կխոսենք մի հատ հանրային ծառայությունները, բայց բան չեմ ասում, մի հատ հասկանանք ինչի է տենց, հետո բան անենք, հետո կարձականենք։ Ռուսական գազը մերն է, չէ՞, ռուսական չէ։ Չէ, դա կապ ամբողջ խնդիրն է նա։ Դե եմ ասում, մի հատ կնայենք հասկանանք։ Կնայենք հասկանանք։ Փաշինյան, իմ հարցը շատ լուրջ է։ Խնդրում եմ դուք առաջ գցեք իմ գործին։ Ես ապրել եմ ռուսական համայնքում։ Հիմա գալիս եմ իմ Հայաստանը, ապրում եմ։ Ես ունեմ 2 երեխա, ինվալիդ երեխա։
եկել եմ որ ապրեմ, իմ տան գրքույկը իմ մոտն է։ Իմ տունը վերցրել է իմ հիվանդ երեխեքի թորների տունը, պետությունը վերցրել է, տվել է ուրիշի։ Հեսա նոր դատ են կարել, ոտ իմ գործերի շատ հետաքրքիր վերաբերվեք։ Խնդրում եմ ձեզ։ Տեսա դատական գործ է, ես ինչ։ Չէ, ես հիմա ուզում եմ Ռուսաստանից գամ իմ տուն Դուք ապրեմ։ Հակոբ Մանվելի Հովնիկյանը ով է։ Մեր գյուղից է, վերցրել են իրան են տվել։ Բայց դատարանն է տվել։ Բայց ինչի է տվել։ Դա Դե ես չեմ կարող ասեմ, բայց ինչ ասեմ։ Բայց ինչի Ես չեմ կարող միջև դատական գործի հանգամանքներ չիմանամ, բայց ինչ իմանամ։ Բա ոնց են կանելու, պարոն Հաշինյան, մի րոպե, ես վերջացնեմ։ Դատական գործ է, ես չեմ կարող ոչ։ Դատարանում կլինի իմ թորների տունը իմ հիվանդների ինչ է։ Ֆիլիպոսյան։ Տիկին Ֆիլիպոսյան, ես հանգամանքներ չգիտեմ, ես չեմ կարող ձեր հարցին։ Բա ոնց անենք։ Դատարան, միայն դատարան։ Ուրիշ տարբերակ։ Հինա դատարանը։ Դե դատարանն է որոշել է, ուրեմն հիմքեր ունեցել է, որ որոշել է, ես ինչ անեմ բա։ Բա ոնց կլինի։ Տիկին Ֆիլիպոսյան, ես քննիչը մերժել է, չէ՞ ձեր կողմից։ Դա։ Ես ուրեմն ինչ որ պատմություն ա եղել տակը, չեմ կարող։ Որ ես 5 տարի չեմ եկել, բայց իմ երեխան Չեմ կարող ասել։ Տիկին Ֆիլիսոփյան, չեմ կարող ասել։ Դա դատարանը հատորներով գործեր ա քննում, ես կարամ տենց ոտքի վրա բա ասեմ։ Բա ոնց անենք որ Չի, ես ձեզ անկեղծ ասեմ, եթե վերաքննիչն էլ արդեն ավելի լավ է, այդ էջը փակեք, ձեր կյանքը։ Ժամանակ ունենք բանը։ Ինչ ժամանակ։ Դե ուրեմն դատանը, բայց եթե վերաքննիչն է մերժել է, հա վճռաբեք, բայց վերաքննիչը չի մերժել։ Դատարանում, ուզում ես նկարվենք, դե արի նկարվենք ու գնանք։ Արդեն պետք է գնանք Ժողովուրդ ջան, ուշանում, ասեք։ Ես մի չամայկային ճամփա։ Մի հատ պինիս դու, մի րոպե սպաս։ Աղջիկ երեխան էլ ուզում նկարվել։ Ուրա։ Գերմանիայից է եկել։ Շատ ապրես, էլի գնալու ես։ Բայնա եկել ես, էլ ինչի ես գնում, մի րոպե։ Հազիվ եկել ես, էլ ինչի ես գնում։ Դե նկարի, ես նկարեմ։ Ժողովուրդ ջան, պետք է գնանք ժամանակ։ Մի հատ հարցնի պարոն Փաշինյան, բարև ձեզ։ Արի, թող հոպարը ասի դու նկարվի։ Լսում եմ ես ձեզ ասեմ։ Մենք ճանապարհ ունենք։ Առաջերտին մինչ համայնքային ճանապարհը, երկրորդը գերեզմաներ տանող ճանապարհը ու ոչ մի կատավալկա անձրևի ժամանակ դիակ չի տանում։ Հերթով բոլոր ճանապարհները կկառուցվեն։ Ես նկարում եմ մի հատ գրեթե հերթով բոլոր ճանապարհները։ Մահացողին ասենք մի մահացի մինչև մեր հերթը հասնի։ Պարոն Մեխակյան, ստեղ գերեզմանի ճանապարհի հարց կա։ Կարվի, համայնք կանի։ Գնացինք Ժողովուրդ ջան, կներեք էլի, ուշանում եք։ Ես եմ շնորհակալ։ Ուշանում եք Ժողովուրդ ջան։ Լավ եղեք։ Որտե՞ղ է մեքենա։ Լավ եղեք Ժողովուրդ ջան։ Առայժմ էլի նկարեմ էլ երեխուն։ Արագ մենակ խնդրում եմ։ Էս Ձերով չես բարևում, խաղում ես։ Արի մի հատ էլ իմ ձեռով սրանից քեզ նվիրեմ։ Չնեղա